Ուկրաինայի նախկին վարչապետ ազատազրկված Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել Խարկովի գաղութից, հայտնում է Russia Today-ը։ Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի նորընտիր խոսնակը Տիմոշենկոյի աջ ձեռք Ալեքսանդր Դուրինուչովն ասել է, որ Տիմոշենկոյին վտանգ է սպառնում, ուստի նրան պետք է շուտապույտ ազատ արձակել։ Հիշեցնեմ, որ Տիմոշենկոն ազատազրկված էր 7 տարով իշխանության չարաշահման համար։ Հրաժարական է տվել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխոսնակ Իգոր Կալետնիկը, ինչպես հայտնում է Ուկրաինսկայա Պրավդան, այդ մասին ասել է փոխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին։ Ավելի վաղ հրաժարական էր տվել Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հիվանդության հետ կապված։ Եվ ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մայդանի ինքնապաշտպանության ջոկատները լույս փետրվարի 22-ին գրավել են Գերագույն ռադայի շենքն ու նախագահական նստավայրը։ Այս եւ այլ ուշագրավ միջազգային իրադարձությունները տեսաշարում։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր հանդես է եկել հեռուստաեթերով, որի ժամանակ հայտարարել է, որ այժմ երկրում պետական հեղաշրջման փորձ է արվում, սակայն ինքը չի պատրաստվում հրաժարվել նախագահի պաշտոնից, քանի որ նա ժողովրդավարական ընտրություններով է եկել իշխանության։ Վիկտոր Յանուկովիչը նաև ասել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ երկրից եւ փորձելու է ուղիներ գտնել ներքաղաքային ճգնաժամից դուրս գալու համար։ Ուկրաինայի Կիև քաղաքում գտնվող Ինտեր հեռուստաընկերության երկու շենքերից տարհանում են աշխատակիցներին։ Դմիտրիևսկի փողոցում գտնվող Ինտեր հեռուստաընկերության լրագրողներից մեկը հայտնել է, որ իրեն 10 րոպե ժամանակ են տվել, որպեսզի հավաքի իրերը եւ լքի տարածքը, պատճառը չեն հայտնել։ Մեկ այլ լրագրողի խոսքով տարհանումն իրականացվում է հնարավոր հարձակումից կամ հրդեհումից խուսափելու նպատակով։ Շաբաթ օրը տեղի ժամանակով ժամը 16:40-ին տվյալ օրվա հաղորդավարը դադարեցրել է եթերը, ներողություն է խնդրել եւ հեռացել է, որից հետո Ինտերը ուղիղ միացումով ցուցադրել է Գերագույն ռադայի նիստը։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Կիև մերձակայքի Մեժգորիոյի դատարկված կեցավայրին են գալիս հասարակ քաղաքացիներ եւ լրագրողներ։ NTV-ի ձևակերպմամբ էքսկուրսիաներ են կազմակերպվում առայժմ ներս են թողնում լրագրողներին։ Խոստանում են, որ առաջիկայում այդ հնարավորությունը կունենան նաեւ մյուսները։ Յանուկովիչի ունեցվածքը պահպանում են պետպաշտպանության ներկայացուցիչները եւ ինքնապաշտպանական ջոկատը։ Իմանալով, որ նախագահը լքեր է իր կեցավայրը, սեփական փոխադրամիջոցներով այնտեղ են գնում մարդիկ, տեսնելու թե ինչպես է նա ապրել։ Ավետիս Հարությունյան, GTV։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր 19 նոր կարդինալների կնշանակի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում կայանալի կարարողությանը։ Սա Հռոմի Պապի առաջին նման նշանակումն է պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Հետաքրքրական է, որ այս նշանակումով Հռոմի Պապը նաև իրեն փոխարինողի հարցին է անդրադառնում։ 19 կարդինալներից 16-ը դեռ 80 տարեկան չկան, ինչը նրանց թույլ է տալիս քվեարկել հոգուն նրա, ով կփոխարինի Ֆրանցիսկոսին, երբ դրա ժամանակը գա։ Նշվում է, որ նոր կարդինալներն ամենատարբեր երկրներից են՝ Բրազիլիա, Փլոսկվի Ափ, Բուրկինա Ֆասո, Հարավային Կորեա, Հայիթի եւ այլն։ Նրանց թվում նաև 98-ամյա arczepiskopos Լորիս Չապովիլան է, որը եղել է Հովհաննես Պողոս 23-րդի քարտուղարը։ Դեռ անցած ամիս Հռոմի Պապը նամակ էր հղել ընտրած թեկնածուներին նրանց համեստության կոչ անելով։ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի օդանավակայանում ձերբակալվել է բրիտանացի զբոսաշրջիկ Մեթյու Օսբորնը, ով կասկածվում է $167,000 արժողությամբ հազվագյուտ վարդագույն ադամանդը կուլ տալու համար։ Ինչպես նշվում է, 29-ամյա երիտասարդը պատրաստվում էր թռչել դեպի Նոր Զելանդիա, երբ իրավապահները ձերբակալել են նրան։ Ոստիկաններին դեռևս չի հաջողվել կենսանալ թանկարժեք քարը, սակայն նրանք արդեն պարզել են, որ բրիտանացին այն գողացել է Կարինս քաղաքից ու փախուստի դիմել հեծանվով։ Կասկածները հիմնավորելու համար իրավապահները ռենտգենային ճառագայթների միջոցով հետազոտել են բրիտանացուն, ինչը սակայն հստակ ցույց չի տվել քարի առկայությունը։ Այսքան այսօրվա համար, մեր պաշտոնական կայքեջում կարող եք գտնել մեր բոլոր հաղորդումների տեսագրությունները, իսկ այսքանով այսօր եզրափակում ենք թողարկումը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի գիշեր։